Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, որովհետև իրականից զարմանալի օրեր են, ուրաշալի օրեր են, որ մենք հավաքվել ենք սրբությունից սրբության, խաղաղությունից խաղաղության մասին խոսելու, որ օրորի սրբությունը, սերը, խաղաղությունը շատանա մեր մեջ։ Շատ եկեղեցիներում մոռացել են սրբության, խաղաղության և սիրո քարոզները, բայց Սուրբ Հոգին, որտեղ գործում է, ամենքի մեջ արթնցնում է խաղաղության, սրբության և սիրո փափագները։ Սիրո ավետարանիչ Հովհաննեսը, որ քարոզում էր, միշտ խոսում էր սիրո մասին, ժողովուրդը զարմանում էին և ասում էին, ինչի համար ես միշտ սեր քարոզում, մի քիչ էլ ուրիշ բաներ քարոզի, բայց ինչ կսեր սիրո ավետարանիչ Հովհաննեսը, եթե մեկզմեկ սիրեք այն սիրով, այն աստվածային սիրով, որ Հիսուսը մեզ պատվիրեց, ձեզի ուրիշ բան պետք չի։ Ինչի համար, որ Աստված այսօր դրել է իմ սրտի մեջ սիրո թեման քարոզեմ։ Սերը ուրիշ ձևի չի ձևավորվում քո մեջ։ Աստվածային սիրո այս խոսքերը պիտի հոսի քո մեջ, լեցվի, որ քեզանից սեր հոսի մարդկանց հանդեպ։ Դրա համար էլ հենց Հովհաննեսը ասեց, ով որ ինձ սիրի, իմ բոլոր պատվիրանները կպահի ու կկատարի։ Եվ իմ հոր մեկը սիրվի, և ես ու հայրը կգանք, և անոր մեջ կբնակվենք, և անոր միջից կսիրենք ու սիրո գործեր կանենք մեղավորների հանդեպ։ Ամեն։ Եթե մեր մեջ իրոք Քրիստոսն է հոր հետ բնակվում, նա առաջնային սիրում է մեղավորներին, խղճում է մեղավորներին, բարեխոսում է, ասում է հայրներ իր կույր են, չեն հասկնում, ինչպես մի ժամանակ էլ բարեխոսեց մեր համար։ Մենք էլ պարտավոր ենք, եթե իրոք Քրիստոսի նման ասակի չափն ունեցել ենք, Հիսուսի պես սիրենք ու բարեխոսենք մեր նման մեղավորների հանդեպ։ Դե հիմա այսօրվա թեման է աստվածային սեր ունենալը, որ գիտությունից գերազանց է։ Ընթերցենք այդ թեմաները, որը գրված է Սուրբ գրքի տարբեր մասերում, և ըստ Աստվածաշնչի կանոնի համեմատ երթով քննենք ինչ է աստվածային սերը, ինչ է Սուրբ Հոգին մեզ պատվիրում, որը գրված է Հովհաննու 13-րդ գլուխ 33-ից 34-ում, Եփեսացիս 5-րդ գլխում և Առաջի Կորնթացիս 13-րդ գլխում։ Այդ համարները բացեք ու դուք մտածեք ու մտորեք ու կտեսնեք, որ աստվածային սեր ունենալը կյանքը իր եղբոր ու քրոջ համար դնելն է, կյանքը, անձի կյանքը իր կուրքերով հանդերձ զոհել, բայց սիրո խաղաղության կապը պահել, թե Աստծո հետ և թե մեր նման մեղավորների, մեր նմանակների հետ, ամեն։ Ուրեմն աստվածային սերը գիտությունից գերազանց է։ Թող լինի այդ թեման, որը իրականից հենց այդ թեման գրված է Եփեսացիների ուղերձում, չգիտեմ դուք ընթերցում եք որքան եք այդ կետերին ուշադիր, որ սերը ունի լայնություն, խորություն, երկարություն ու բարձրություն։ Քրիստոսի սերը, ընթերցեմ, սա Եփեսացիս 3-րդ գլխի մեջ է գրված, 13-ից ընթերցեմ, որ այդ իրականից այդ սիրո խորությունը հասկանանք, որ առաքյալը ամեն բանից գերազանց դրա մեջ է մեզի ուղղում, ու ընթերցենք մնացած հերթական թեմաները և քարոզենք։ Քրիստոսի սերը։ Ուստի կաղաչեմ, որ չձանձրանաք իմ նեղություններուս պատճառով, որ ձեզի համար են ու որոնք ձեր փառքն են։ Ասոր համար ծունկի վրա գալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին հոր առջև, ուր կե ամեն ազգատով երկենքի ու երկրի վրա անուն կառնե։ Կաղաչեմ, որ տա ձեզի իր փառքի ճոխության չափովը, որ հոգի զորությունով հաստատվի այն ներսի մարդու մեջ։ Ուրեմն ներսի մարդը պետք է ձևավորվի, որ այդ սիրո Աստվածը գա ու հաստատվի, նստի թագավորի ու կառավարի մեզ, ամեն։
գա ու հաստատվի ներսի մարդու մեջ, որպիսի Քրիստոսը հավատքով ձեր սրտերուն մեջ բնակվի եւ դուք սիրով արմատանաք ու հաստատվիք, որպեսի կրնաք հասկանալ բոլոր սուրբերուն հետ մեկտեղ, թե ինչ է այն լայնությունը ու երկարությունը, խորությունն ու բարձրությունը, սիրո լայնություն, երկարություն, խորություն ու բարձրություն, սա սիրո 4 տեսակներից է, որից ամենակարևորը սիրո բարձրությունն է, որ աստվածային անմարելի սերն է, մնացած սերերը լայնություն, երկարություն եւ խորություն անգամ կսահմանափակվի, բայց տիեզերքը երկինքը անծայրածիր է, որ աստվածային սերը այնտեղից եկավ մարդու մեջ, դրան սահմանափակող խոչընդոտու օրենք չկա, որովհետև դա Աստծուց է բխում, եւ դու Աստծո բոլոր օրենքները Աստծուն սիրելով կատարում ես, Քրիստոսը Հայրն ու Որդին գալիս են քո մեջ բնակվում են եւ քո միջից անսահման սեր են հորդեցնում բոլոր մեղավորների հանդեպ, ոնց կարա այս սերը սահման ունենա, անծայրածիր է աստվածային սերը, ամեն, ալ ոչ թե դու ես, ապա Քրիստոսն է քո մեջ բնակվում, ասիկայի աստվածային սերը, եւ շարունակեմ 19 խոսքից, այսինքն ճանաչել Քրիստոսի սերը, որ գիտությունեն գերազանց է, որպեսի լեցվիկ Աստծոյ լրությունովը, Հիսուսի լման հասակի չափը ունենակ դրանից հետո, ան որ կարող է այդ սերը ունենալուց հետո, այդ սերը ունեցողներին, Աստված ինչ կպարգևի, ան որ կարող է ավելի առատացնել ամեն բան, որ մենք կխնդրենք կամ կխորինք այն զորությունովը, որ մեր մեջ կներգործի, ամեն, Աստծո ժողովուրդ, իրականից իշեք ես ամարը, Եփեսացիների ուղերձի 3-րդ գլուխ 13-ից մինչև 20 համարը եւ նույն Եփեսացիների ուղերձում է գրված, ընթերցեմ նոր գնանք Հովանու ավետարան։ Լույսի մեջ ապրել 5-րդ գլուխ առաջի խոսքից եմ ընթերցում։ Արդ Աստծոյը նմանվող եղեք սիրելի զավակների պես, եթե դու Աստծու նման ես ուզում լինես, այն ժամանակ նոր Աստծո սիրելի զավակ ես, արդ Աստծոյը նմանվող եղեք սիրելի զավակների պես։ Եթե դու Աստծո նման չես ու չես ուզում նմանվես, ուրեմն Աստծուն սիրելի զավակ չես, որտև Աստծուն սիրողը Հիսուսի պես հոր բոլոր պատվիրանները կպահե, որը գրված է Հովանու ավետարան 14-րդ գլուխ, ամեն։ Ով որ ինձ սիրի, իմ բոլոր օրենքները, խոսքերը կկատարի, ասիկա է Աստծուն սիրողը, եւ այս մարդու միջից, որը դարձել է Սուրբ Հոգու աղբյուր, Հայրն ու Որդին կգան ու անոր մեջ կբնակվեն եւ նրանից կբխեն բոլոր մեղավորների հանդեպ սեր, նրանից կբխի խաղաղություն եւ օրհնություններ, ոչ թե մարդուց, հապա մարդը որ դարձել է Աստծո Սուրբ Հոգու տաճար, Սուրբ Հոգու աղբյուրից կբխեց սերը, խաղաղությունը, անսահման ներման հոգին, ամեն, ալ ոչ թե մարդն է, հապա Քրիստոսը, որ մարդ անոթների մեջ կբնակվե, փառք այդ բնակվողին, ամենակարող Հիսուս Քրիստոսին, որ մեր նման անարժաններին եկավ, ինչպես Եզիկել 16-ում գրված, աղբանոցում ընկած էինք, եկավ մեր կողքով անցավ, մի պահ նայեց ու ձեռքը մեկնեց, ասավ ապրիս զավակս, ու ինձ հետևիր եւ ինպես սիրե ու ներե քո նման մեղավորներին, եկավ մեզ օրինակ թողեց, եկավ մի շավիղ գծեց, սիրո շավիղ, խաղաղության եւ սրբության շավիղ, որ անոր շավիղներին հետևենք, ամեն։ Այդ շավիղը կտանի երկինք, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, աննպատակ չի գրվե Հովանու ավետարան 14-րդ գլխում։ Եթե դու մնաս Հիսուսի քայլած
ճանապարհի մեջ, նեղ ու փշոտ խաչի ճանապարհի, անարգանքի ճանապարհի մեջ, որ անարգանքի մեջ մեռնի հին մարդը, ճանապարհն էր ասիկա։ Եվ նրա մնացած ճշմարիտ սրբությունը դու Աստծուց նվեր կստանաս եւ հավիտենական կյանք կմտնես։ Ահա թե ինչ է նշանակում ես եմ ճանապարհը, ճշմարիտ սրբությունը եւ հավիտենական կյանքը։ Սա մի քարտեզ է իր հետևորդները երկինք հասնելու համար։ Ամեն։ Թո Տերը փառավորվի։ Ուրեմն Աստծուն նմանվող եղեք սիրելի զավակների պես եւ սիրով վարվեցեք, ինչպես Քրիստոսն ալ մեզ սիրեց ու իր անձը մեզի համար մատնեց, որպե անուշահոտ պատարակ ու զոհ ըլլալով Աստծոյը։ Եթե դու քո նման մեղավորին սիրես, դու քո կյանքը կզոհես անոր համար։ Ինչպես ուշադիր Հովանու թուղթեր կընթերցենք, որ ասում է Տերը, արդ ասիկա է աստվածային սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, մեր նման մեղավորները սիրեց, ոչ, հապա ինքը մեղքի մեջ մեզի սիրեց, եկավ այդ մեղավորներին սիրելով, սիրեց եւ ասավ ապրի զավակս, նա սուրբերի սուրբն էր, մեղավորների հանդեպ այդպես սեր ցույց տվեց, բայց բմեղքի թագավորության ղեկավար մենք չսիրենք մեր նման մեղավորներին այնպես, ինչպես Տերը մեզ պատվիրեց ու սիրեց։ Սուրբը մեզ սիրեց, մենք մեղավորներին չսիրենք մեր փրկության համար։ Տեսեք, որ Աստված մեզ ավելի շատ կսիրե, մեր փրկության մասին ավելի շատ կմտածե, քան թե մեր նման կուրքեր սիրող մեղավորները։ Թո Տերը ողորմ է, հանդիման է ու մեր կույր աչքերը բաց է, եւ այդ աստվածային սերը, որ գիտությունից գերազանց է, որ բոլոր առաքյալները շեշտը դրել են աստվածային սիրո եւ սրբության ու խաղաղության վրա, շատ եկեղեցիներ համարյա չեն խոսում դրա մասին։ Իսկ որ խոսում են էլ ձևական չեն զգում Տերովը ու աղոթեն, որ սերը աճի ու բարձրանա մարդու մեջ, բոլոր կուրքեր իրենց արժեքները կգցեն, եւ սերը կթագավարի, սերը կկառավարի, ու սերը կհոսի մարդկանց, ու սիրո Աստված որ հոսի, աստվածային սերեր կծնի ու մարդիկ դարձի կգան դեպի Աստված։ Ահա թե ինչն է պակասը։ Քրիստոսը եկավ աշխարհ, այս կորսված աշխարից, որ սերն էր հեռացել, սերը ետ վերադարձներ։ Այո, երբ Ադամը մեղանչեց ու մեղ գործեց, իր մեջ ամենաառաջին ցայտուն բանը նկատվում է, որ իր կողակցի հանդեպ սերը վերացավ։ Քո ստեղծած կինն է, ինձ մեղքի մեջ գցե, նրա հարցերը լուծի, ես մեղավոր չեմ, թո չտայիր եւ մեղքի մեջ չգցեր։ Ամեն։ Երբ մարդու ներքին կյանքում անձնասիրությունը վերա բարձրանում, գլուխա բարձրանում, նրա մեջից վտարվում է, կորում է աստվածային սերը։ Դրա համար են հոգևորները, են հավատացյալները, որոնք անձի հանդեպ սեր ունեն, Աստծո հանդեպ սեր չունեն։ Սերը տար Աստված չափվում է, սերդ արքո մազոլները տրորող, քեզի անարգող քրիստոնյաների եւ հեթանոսների հանդեպ։ Հասկացար, որքան կսիրես քո հին մարդին նեղացրող, վշտացրող, անարգող, հալածող քրիստոնյա մանուկներին եւ հեթանոսներին, այդքան է քո սերդ առ Աստված։ Իսկ եթե քեզ գովերգողին ես սիրում, ինչ է ասում Տերը, հեթանոսներն ու մաքսավորներն են սիրում։ Եթե սիրում ես քեզ փող տվողներին եւ օգնողներին, հիշե անձի սերա դա։ Դա են կարճ սերն է։ Սիրո լայնությունն ու երկարությունն է, ոչ թե բարձրությունը, անսահման սերը։ Երբ քո սերերը ընդհատվում են փորձության ժամանակ, դա սիրո բարձրությունը չէ, անսահման սերը չէ։ Դա մարդկային շնչավոր սեր է, որ փորձության կրակը գալիս է ու մարում է քո սերը, ու ապացուցում է, որ անձի սիրուց է բխում քո սերը։ Իսկ երբ քո սերը բխի քո մեջ բնակվող ու ձևավորվող երկնքից իջած Հիսուս Քրիստոսիցը, այդ սերը հավետ չի մարի,
Առաջինը քեզ հալածող, անարգող ու խաչող քրիստոնյաների և հեթանոսների կամ մարմնավոր հարազատների հանդեպ, ամեն, հապա եթե իրականից այդ սիրով ես լսված, այդ բոլոր կեղծ սերերը վտարվել են քո տաճարից և քո մեջ բնակվում է անծայրածիր երկնքից եկած այդ սիրո բարձրություն, այդ բարձր սերը, այն ժամանակ դու առաջնայինը կլաս ու կողպաս քեզի խաչող անարգողների հանդեպ և կկատարվին Դավիթի բերանից եղած խոսքը, որ Հովհաբը ինչ ասեց. ով Տեր թագավոր, ես շվարած եմ մնացել, հիմա ես հասկանում եմ, որ դու սիրում ես քեզ ատողներին, խաչողներին և ատում ես քեզի սիրողներին, որտև քեզի գովերգողն ու սիրողը, որ քո եսն ա գովերգում, քո համար առաջի կործանիչն ա, նստիր նրա կողքին, ով քեզ կցավացնի, ով քեզ կլացացնի ու սխալներդ կասի, քեզ կթլպատի մարդկային շնչավոր դիվային կեղծ սիրուց, կհաստատի քո մեջ աստվածային երկնքից եկած այդ բարձր անմարելի սերը կհաստատի քո մեջ, ադիկա է ճշմարիտ բժշկությունը, որ գարշելի է մեր հին մարդին և հին տիրոջը, դե հիմա լսեք ինչ ասեց մեր Տերը ու կգնանք բուն թեմային, Հովհաննես 13-րդ գլխում ինչ կսե Տերը, որդյակներս, քիչ մը ատենալ ձեզի հետ եմ, զիս պիտի փնտրեք և ինչպես հրյաներունսի, թե ես ուր որ կերթամ, դուք չեք կրնա գալ, հիմա ձեզի ալ կսեմ, նոր պատվիրանք մը կուտամ ձեզի, որ մեկս մեկ սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք ալ մեկս մեկ սիրեք, ինչպես ես, նա մեզ սիրելով իր անձը մատնեց, աշակերտության գին վճարելով երկնքի ու երկրի ամեն ինչից հրաժարվավ, տառապանքի անարգանքի խաչը առավ ու Գողգոթա գնավ, թքվեցավ, հալածվեցավ, անարգվեցավ իմ և քո նմանների, աշխարհի բոլոր մեղավորների Ադամի սերունդի համար, որ անկաղ է, ընկած է, կոտրված է, մեռած է, կենդանանա ու շտկվի, որ անոր կաղ է չկոտորվի, այլ մանավանդ բժշկվի, մենք այդ խաչի տառապանքի ճանապարհով սրբացած ենք, խաչի տառապանքի ճանապարհով էլ բժշկված ենք, հավատացեք, նա ամեն բանը մեր համար կատարել է, և մեզ համար մի շավիղ գծե, որ անոր շավիղին հետևենք, որը պարզ ու հայտնի գրված է առաջի Պետրոս 2-րդ գլուխ 20 խոսքից ընթերցեմ ու սիրո թեմային ետ վերադառնամ, վասնզի գովեստի արժանի ինչ կա, որ մեղ գործելով ծեծվինք ու համբերենք, բայց եթե բարի գործելով չարչարվինք ու համբերենք, ասենք մենք Հիսուսից ավելին չենք, պիտի մեզի ավելին թքենատեն, այդ ամենը սիրով տանենք ու ասենք մեր խաչը թեթև է Հիսուսի խաչեն, արժանի ենք սուրբն մեր նման մեղավորի համար թքվե ու հալածվե, բա իմ նման որդու ոչնչությունը, մեղավորների գլուխը, պղծության շտեմարանը, չխաչիր պիղծ շտեմարանը ու նոր շտեմարան, սրբության գործարան, սուրբ թագավոր ունենա, չանի, հինը անեք, որ Քրիստոս ակնեք, առանց հինը եսասերը հանելու, հին մարդը իր գործերովը ձեր վրայից անեք կսե Պողոս առաքյալը ու հագեք նորը ձեր ստեղծող Քրիստոսի պես, Քրիստոսի պատկերի պես, ճշմարիտ արդարությունով, ճշմարիտը, կեղծը չէ, կեղծը մարողն է, փորձությունների ժամանակ երբ սերդ խաղաղությունը, սրբությունը դմարում է կեղծ, մարդկային շնչավոր դիվական է, Սատանան կեղծը տվել է, որ դու աստվածային անմարելին չփնտրես ու հագնես, ամեն, պիտի դու զգաս, որ դու փող չունես, եթե ֆինանս չունես, աշխատելու նպատակ կունենաս, բայց եթե քո կասաներում դրված են ֆարժ գումարները և դրանով դու կարում ես առևտուրել անես որոշ տեղեր, էլ դու ինչի պիտի փնտրես աշխատել, ճշմարիտ գումար ունենալ, դրա համար էլ Սատանան Սուրբ Հոգու բոլոր պտուղների կեղծը նվիրել է կեղծ կրոնավորներին, որոնք փորձության ժամանակ մարում են, իսկ Տիրոջ Հոգին բացեց Սուրբ Հոգու հայտնություններով,
ու պատվիրեց, որ գրեմ ու տարածեմ, որ զավակս, եթե քո մեջ եղած Սուրբ Հոգու պտուղներից որևիցե մեկը փորձության ժամանակ գողացվում է անօրենի կողմից, ուրեմն այդ պտուղը կեղծ, մարդկային, շնչավոր ու դիվական է, որովհետև ճշմարիտ Սուրբ Հոգու պտուղի տեղը մարդկայինն ա մտե, որ դու չխնդրես ու աստվածայինը չստանաս ու չփրկվես, լավ, իսկ եթե դու զգաս կեղծակ, կաղոթես աստվածային անմարելի սեր, անմարելի խաղաղություն, որ փորձության ժամանակ ոչ թե մարում է, ապա առատանում է, հայրներ չեն հասկանում, կույր են, Ստեփանոս աղոթեց, Հիսուս աղոթեց, Պողոս աղոթեց, ամեն, սա է աստվածային անմարելի սիրո պտուղը, հիշեք, եթե քո պտուղները փորձության ժամանակ գողացվում են սատանայից, հիշի, որ շնչավոր, մարդկային ու դիվային պտուղը կեղծա, աղոտ կարա Աստված քո աչքերը կբացի ու կասի զավակս, եթե իրականը լինի, նա պիտի դրսևորվի առաջինը քեզի հալածող ու անարգող ժողովրդի հանդեպ, ձեր բոլոր պտուղները, սիրելի Աստծո զավակներ, որ մեզ լսում եք անգամ հեռու երկրներում, քննեցեք կրակների մեջ, Պետրոսը առած կրակի, հալածանքի կրակի, ասում էր Տեր քո համար բանտել կեթամու կմեռնեմ, բայց երբ կրակը հոսեց Պետրոսի վրա, ուրացավ ու անիծեց իր փրչին, ուրեմն տեսեք ինչ մեծ սիրո պտուղ ուներ, իր համար մեռնելու պտուղ, Հիսուսի համար ասում էր կմեռնեմ, բայց իրական կրակի, փորձության կրակի մեջ վառավ ու մոխիր դառավ, հակառակ պտուղ տվեց, ուրեմն կեղծ էր, իսկ ճշմարիտ Սուրբ Հոգու պտուղը, սիրո հոգուց բխողը անմարելի է, հենց կրակների մեջ նա ավելի է շատանում, ավելի է հզորանում ու մեծանում եւ անմարելի է ու միշտ իրեն հալածողի հանդեպ ձևավորվում է, հայրներ կույրը չի հասկնում, սիրո հոգով, աստվածային սիրո հոգով լեսվածը բարեխոսում է, իրեն հալածողների, անարգողների, կուրքերից հարստահարողներից շնորհակալություն է հայտնում, ասում է Աստված օրհնի, որ եկար ու ազատեցիր ես կուրքից, որը թաքուն ձևի կուրք էր դառե, ես պաշտում էի ու չէի հասկանում, երբ դու կպար այդ կուրքին Գեդեոնի նման, փշրեցիր բահաղս, վիշապը եղավ, ելավ դամբարանից, տեսանք ոնց կատաղեցին կուրքի սիրահարները, դրա համար օրհնեք, երբ երեխաները կկոտրեն ձեր հեռախոսները, ձեր թանկագին շիշեղենները, մեքենաները ու դուք ձեր խաղաղությունը կկորցնեք, Աստծո սիրո մեջ թերի եք, այդ մեքենան, հեռախոսը եւ այլ կուրքերը ավելի մեծ սեր են գրավել ձեր ներսում, քան թե մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ նրան պիտի սիրեիք ամեն բանից առավել, քո Տեր Աստծուն սիրե, քո ամբողջ հոգով, քո ամբողջ սրտով, քո ամբողջ անձով ու էությունով, բայց տեսար, որ այդպիսին չէ, փառք Տիրոջը, հիմա տեսեք ինչ պիտի լինի իսկական սիրով լեցվածը, վասնզի գովեստի արժանի ինչ կա, եթե մեղք գործելով ծեծվինք ու համբերենք, բայց եթե բարիք գործելով չարչարվինք ու համբերենք, ասիկա Աստծոյքով շնորհք մնե, քանզի դուք այս բանի համար կանչվեցաք, վասնզի Քրիստոս ալ ձեզի համար չարչարվեցավ ու ձեզի օրինակ թողեց, որպեսզի անոր շավիղներուն, իր շավիղներուն հետևիք, անմեղ չգործեց, ու իր բերանի մեջ նենք վիավորող խոսք չգտնվեցավ, բայց կնախատվեր ու փոխարենը չեր նախատեր, կչարչարվեր ու սպառնալիք չերներ, հապա ինքսինք արդար դատավորին կհազներ, որ մեր մեղքերը իր մարմնով խաչապայտի վրա վերցուց, որպեսի մենք մեղքերեն ազատվինք ու արդարության համար ապրինք, որուն վերքերովը դուք բժշկվեցաք, Երբ սիրո Աստված թագավորի քո մեջ, մեղքերը կազատվես, ցավերից կբժշկվես, եւ դու կգնաս ու կբարեխոսես քեզի հալածող ու խաչող ժողովրդի հանդեպ բարեխոսություն կանես ու Աստվածանից օրհնություն կստանաս։ Ընթերցեմ հաջորդ մասը, որ Ատիկայա պատվիրում, որ մենք հալածողներին աղոթենք, հալածողներին օրհնենք ու Աստվածանից օրհնություն ստանանք։
Վերջապես ամենքդ 3:8 առաջի Պետրոս։ Վերջապես ամենքդ մեկ մտքի վրա եղեք, կարեկից, եղբայրասեր, ողորմած ու քաղցրաբարո։ Էսի սիրով լեցվածն է, աստվածային սիրով։ Չլա որ չարության փոխարեն մեկուն չարություն ատուցանեք, կամ նախատինքի փոխարեն նախատինք, այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտենալով, որ այս բանի համար եք հենց կանչվե, հալածողներին օրհնելու, չարչարողների համար աղոթելու, օրհնեցեք, որովհետև հենց այս բանի համար կանչվեցաք, որպեսզի օրհնությունը ժառանգեք Աստծուց։ Սիրով լեցվածներն են։ Վասնզի ան որ կուզե կյանքը սիրել ու բարի օրեր տեսնել, իր լեզուն թող դատարեցնե չարությունեն ու իր շրթունքները նենգություն խոսելեն, չարությունեն ետ քաշվե ու բարությունն է, թող խաղաղությունը փնտրե ու անոր ետևեն երթա, այսպիսի սիրով լեցվածների հետ իշ կկատարվի, վասնզի Տիրոջ աչքերը իր արդար զավակներու վրա միշտ բաց են ու իր ականջները անոնց աղոթքին։ Այսօր իմ սիրով լեցված, սիրով հարբած զավակը ինչա խնդրելու, որ վարքյանական կատարեմ։ Եվ կատարվում է այն բանը, որ Հովանու ավետարանից կընթերցեմ, եթե մեր սրտերը մեղքի հանդեպ մեզի չդատապարտեն, սիրո խախտում չարձանագրեն, մեր բերանից ելած ամեն բառը Հիսուսն է աղոթելու, հայրը լսելու է ու պատասխանելու։ Ամեն։ Սիրո որդին, ինչ որ խնդրի սիրո խորից, սիրո հայրը ժլաչի տվելա, առատապես է տվել, որտև ասում է մեր հայրը եսասեր չէ բարիքները իրեն համար մենակ արարելու համար, մեր հայրը արարել է այդ բարիքները ստեղծել է, ինքը իրանը պետք էլ չէր դա, իր բարի սուրբ սիրով լեցված զավակներին շնորհելու համար, ամեն, թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսը, հասկացեք այդ բարձրության սիրո այդ բարձր սիրո խորությունը, որ նա անմարելի է կրակների մեջ, եւ այդ սիրո հանդերձները չմաշան, չմշան, կրակի հոտ չկպավ, երբ եղբայրներին գցեցին այդ դիվային կրակի մեջ։ Նրանց միջի սիրո Աստվածը իր խաղաղարար զորությունով դուրս եկավ եւ բոլոր դիվային ուժերին վտարեց, դիվային կրակը չեզոքացրեց, որտեղ նրանց մեջ սիրո Աստվածը թագավորած էր, զորացած էր եւ չչարացան Նաբոգոդոնոսորների հանդեպ, հասկացան, եթե իրենց սիրո հայրը չուզեր, Նաբոգոդոնոսորը չէր կարա այդ բանը կատարեր։ Եվ դրա համար ասեցին, ով Նաբոգոդոնոսոր, եթե մեր Աստվածը կարա այս կրակների մեջ մեզ պահի, բայց որ եթե չպահի էլ, մենք երբեք սիրո Աստծո օրենքից չեն հրաժարվելու եւ քո կուրքերին չեն երկրպագելու ու մեղ չեն գործելու եւ նա արժանի է, որ սիրո խաղաղության մեջ մեռնենք իր համար, փառք Տիրոջ, ով որ մեռնի նորեն պիտի ապրի, ով Աստծո խաղաղության համար իր կյանքը դնի, ավելի լավ կյանքի է տիրանալու, ամեն, եւ փառավորվի մեր հայրը, որ ուշադիր նայենք ինչ կատարվեցավ, երբ նրանք այդ կրակի փորձությունները անցան, Աստծո հրեշտակը իջավ ու պահապանեց, կույր Նաբոգոդոնոսորի աչքերը բացվավ եւ նախարարների ու իշխանների, ու ինչ կատարվեցավ, դարձ, շարժ, դարձան, ասեց իրոք կենթանի է Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստվածը, ժողովուրդ, գնացեք Աստծո նախատեսած կրակները սիրով, եւ նա կրակների մեջ ձեզի հետ է, ձեզի չի թողի մինչև մահվան վերջին օրը, որտեւ Աստված կսե, եթե մայրը իր նորածին մանուկին փողոցը նետի, ես իմ զավակին չեմ թողի։ Զաքարիա մարգարեության 2:8 գրված է, ձեզի դիպչողը իմ աչքի բիբինա դիպչում, հավատացեք ես կենթանի իրական խոսքերին եւ սիրո մեջ հարատևեք, որտեւ առանց սիրո խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, հարգելի մոլորված Աստծո ժողովուրդներ, սթափվեք ու խաղաղության սիրո ու սրբության ետևից վազեք,
առանց դրա սիրո սրբության Աստծուն ոչ ոք չի կարա տեսնի, որտև գրված է Երանի սրտով մաքուրներին ու սուրբերին, անոնք պիտի Աստծո որդիներ դառնան ու անոնք պիտի Աստծուն տեսնեն։ Մի խաբվեք կրոնավոր սուտ քարոզներով, որ մեղքի փափուկ բարձերը ձեր գլխի տակ դնելով դժոխք են առաջնորդում։ Հիշեք ամբողջ Սուրբ գրքում գրված է, որ մեղքի ու պղծության վարձքը մահ է։ Եվ Հիսուսը Հովանու ավետարանի 12-րդ գլխում օրտյալ համարա գրե. ես չէ որ կդատեմ ձեզի այն խոսքերը, որ ես խոսեցա ու դուք զանց արեցիք, խոսքը ծռեցիք, ոչ թե միայն օրենք պատվիրան, ընթերցեմ։ Հովանես 12-րդ գլուխ 46 խոսքից ընթերցում եմ մինչև 50-ը։ Իբրև լույս ես եկա աշխարհ, որպեսզի ամեն ով որ ինձի հավատա, խավարի մեջ չմնա։ Եվ եթե մեկը իմ խոսքերս լսե ու չհավատա, դա հավատի հավատաս, որ իրականը ու կատարելու ետևե գնաց։ Եթե չես հավատում, կատարելու մասին չես էլ մտածի, հավատում ես, որ դա Աստծո խոսքն է, վախ է գալում քո մեջ, խնդրում ես Աստծուն, Հիսուս ջան, դու ինձ վերափոխի եւ այդ քո խոսքը կատարի, ամեն։ Ով որ չհավատա, ես զանիկա պիտի չդատեմ, քանզի ես չեկա որպեսզի աշխարհը դատեմ, հապա որպեսզի աշխարհը փրկեմ, ան որ զիս կանարգե ու իմ խոսքերս չի ընդունում, ուրեմն խոսքը զանցարողը, խոսքը մերժողը Աստծուն չի ընդունում եւ ապստամբա Աստծո դեմ, ինչպես Հակոբոսը կսե։ Ով որ ինձ կանարգե եւ իմ խոսքս չի ընդունի, կա մեկը որ զանիկա պիտի դատե, այն խոսքը, որ ես խոսեցա, ան պիտի դատե ձեզ վերջին օրը։ Աստծո ժողովուրդ, վախեցեք Աստծո խոսքից, լեցվեք Աստծո խոսքի հանդեպ սիրով, որտեղ Աստծո խոսքը սիրողն ու պահողը Տեր Հիսուսին է սիրում։ Եվ Տեր Հիսուսին սիրողը սիրո հոգով կլեսվի եւ իրանից սեր կհորդի մեղավորների հանդեպ, իրեն խաչողների հանդեպ, ոչ թե մենակ իրեն եսը գովերգողներին սիրում եք, գիտեք թե աստվածային սեր ունեք։ Եսը գովերգողին սիրողը դիվային սիրով է լեցված, մարդկային շնչավոր սիրով է լեցված, դա մարդկայինն է, դա սիրո լայնությունն ու երկարությունն է, որ մի ժամանակ հետո մարում է ու ատելությունով է լեցվում տվյալ անձի հանդեպ։ Իսկ աստվածային սիրո բարձրություն ունեցողը, աստվածային սիրով լեցվողը կգնահատի, չի գնահատի, կգովերգի, թե չի գովերգի, նա սիրում է ոչ թե մարդու արածների համար, սիրում է Աստծո արածի համար, որ իր հանդեպ ինչ արե։ Եվ պատվիրել է, որպես սիրո խորհրդանիշ, դե քո նմաններին էլ սիրելով, քեզի հալածողներին էլ սիրելով, ինչպես դու էիր ինձ հալածում, ես քեզ սիրեցի, դե գնա քեզ հալածողներին էլ սիրելով, ապացուցի իմ հանդեպ քո ունեցած սերը։ Քեզ հալածողներին սիրելով է չափվում քո սերը առ Աստծո հանդեպ, ամեն։ Ընթերցեմ, որ աստվածային սերը ատիկա է։ Առաջի Հովանում 4-րդ գլուխ, որ շատերը չեն էլ ընթերցում, որտև երբ ընթերցում հանդիմանվում են, ուշադիր ինչն է Աստծո սերը, Աստծո սերը, առաջի Հովանու 4-րդ գլուխ, կարդում եմ 9-րդ խոսից, այս բանի մեջ Աստծո լավ 7-ից գամ, սիրելիներ, մեկыз մեկ սիրեցեք վասնզի սերը Աստծմե է, ամեն ով որ կսիրե Աստծմե ծնած է ու կճաշնա Աստված, ան որ չի սիրեր Աստված չի ճանչնար, Աստված չի ճանչնար, եւ այս բանի մեջ է Աստծո սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, հապա անիկա մեզ սիրեց ու իր որդին ղրկեց մեր մեղքերին քավություն ըլլալու, հասկացաք, ոչ թե նա, մենք ենք սիրե նրան, հապա Աստված է սիրե, իր որդուն բերե խաչել ասերա, խնդրում եմ թողեք ձեզ ետ հաշտվեմ,
Դու կանես այդ բանը քո նմանակի հանդեպ, քո որդուն զոհես, որ քո թշնամու հետ հաշտվես ու սիրո հարաբերություն ունենաս, դե գնա ու հասկացի, որ քո արածը ոչ ոք Աստծուն չեր արել, եթե Աստված քոնը ջնջեց ու քեզ սիրեց եւ իր որդու մահովը հաշտություն կնքեց, որքան քե կսիրի իր որդու կյանքին, եթե քո մեջ տեղ տաս աճեցնես ու խնամես եւ քո այդ որդին քո միջից սիրի մեղավորներին, դու հասկացի քո վարձքը որքան մեծ է լինելու։ Դու չես կարա սիրի քեզ ալածողին, հիշե, դու մենակ ատելության գերի եւս տրուկ ես։ Քրիստոսը խոսքով պիտի լեցվի քո մեջ առաջանա խոսքի ու պատվիրանի ամեն սերը։ Դու պիտի խնդրես եւ Աստված քո մեջ կատարի ատիկա ու քեզանից սեր հոսեցնի քեզ հալածողների հանդեպ։ Ամեն։ Ասիկա է սիրո բարձրությունը, երկնքից եկած անսահման սերը։ Մնացած այն 3 սերերը կարճ ժամանակի մեջ ընդհատվում են, մեկը Սոլոմա, մեկը Փայտա, մեկը Եղեգա, նայած թե ինչ դիմասկանություն ունի այդ սերը ու մարում է մի օր, բայց այն սերը, որ կմեռնի տվյալ սիրով լեցվածը, կխաչվի ու կասի հայրներիր, քանզի կույրեն չեն հասկանում, դա է աստվածային սերը ու այս սերով լեցվածները պիտի սիրո Աստծուն տեսնեն, ամեն։ Փառք Տիրոջը։ Ուրեմն աստվածային սերը, որը գրված է առաջի Հովանու 4:10, ընթերցեմ եւ աստենք առաջ։ Այս բանի մեջ է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստված, հապա որ անիկա մեզ սիրեց մեր նման մեղավորներին ու իր որդին ղրկեց, որդին եկավ իր սուրբ կյանքը տվեց, մեր մեղքերին քավություն ըլլալու։ Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք էլ պարտավոր ենք մեկս մեկ նույն ազնուրած սիրով սիրենք։ Եթե ոչ սիրո Աստծուն չենք տեսնի, եթե չսիրենք կամ սիրելու ետևե չգնանք ու Տիրոջմով ջանք չթափենք, փառք Տիրոջը, այս իրա տված օրհնյալ պատգամների համար։ Ուրեմն աստվածային սիրո գերագույն խորհուրդները եւ որ իրականից սիրո գլուխը համարվում Կորինթացիս 13-րդ գլխում է գրված։ Ամենաշատ սիրո վարկանիշը, սիրո չափանիշը նոր կտակարանում այդտեղ է ցուցադրված։ Ես կուզեմ Տիրոջ հոգիով, որ դուք բոլորդ ընթերցեք, մտածեք ու մտորեք, ու ես իմ սուրբ գրքի վրա մինուսներ եմ դնում։ Հովական նշանների, սարկավագական նշանների եւ սարկավագչեի դնում էի, որ ելնի, պլյուսները եկան լմնցան, սարկավագի տեխնացուի ամեն ինչ ունեցա Աստված կարգեց։ Հիմա հովական եւ եպիսկոպոսական տեխնացուների դեմ մինուս ունեմ, ընտանիքի վարքագիծը, զավակների նազանդությունը, որ եպիսկոպոսը պիտի լինի սուրբ եւ անարատ ու սուրբ հոգով լեցված, գրված է Տիմոթեոսի ուղերձում 3-րդ գլխում։ Նույնը սիրո գլուխները, եթե ունեք ձեռքներիդ մատիտներ, մինուս դրեք ու որքան կկարդաք ու կտեսնեք այդ տկարությունը անհետացել է, պլյուս սարքեք։ Ամեն։ Թեկուզ կարող է շատերը մտածեն մարդկային ձև է, բայց որ կարդում ու տենում ես մինուսները, վայ Տեր ջան ասում ես, ներա արագի մեջ պլյուս դարձրու ես, բոլոր սիրո թերություններս վերացրու։ Ու ամեն կարդալուց, որ մի թերությունը տել վերանա, հերիքա, կհասնես այդ սիրո բարձրությանը, անսահման սիրո լեցունությանը, փառք Տիրոջը։ Ընթերցենք։ Կորինթացիս 13-րդ գլուխ։ Սա թոլինի վերջնաբանը, թեկուզ սիրո թեմային վերջ չկա, եթե որքան խոսեմ Պողոսի նման կաղա լուսացնենք, մտնի ու լուսանա, եթե խորանանք ամեն կետի վրա, ամիսներ ա պետք, գնացեք ձեր անատական սերտողությունների մեջ, դու խորացեք, մտածեք ու մտորեք, որ կետում եք թերի, ոչ թե դուք ինձ քննեք ես էլ ձեզ, ամեկս ես քարոզները լսողները, եւ անձամբ ես որ քարոզում եմ, ինձ քննեմ, որ չլա թե ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս խոտելի գտնվեմ,
ու գնամ սիրո թշնամու սատանայի մոտ, սիրո օրենքը խախտելու պատճառով։ Ընթերցենք. Եթե մարդոց ուրեշտակներու լեզուներ խոսիմ ու սեր չունենամ, ես ձայն տվող պղնձի պես եղա կամ հնչող ծնծղաներու ոչինչ եմ։ Եթե մարգարեություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդներ ու ամեն գիտություն, եւ եթե ունենամ ամեն հավատք մինչև լեռները տեղափոխելու ու սեր չունենամ, ոչինչ եմ։ Աստծո ժողովուրդ, հասկանում եք ինչ պարգևներ են սրանք, որ շատերս չունենք։ Ուրեմն սիրո հարցում կասկածի, բայց եթե այս բոլորը ունենաս ու Աստծուց ստանաս, շատ հոգևոր հասակ այսի։ Կասկածի կարողա սիրո մեջ թերիլլա, չլա թե պարգևներովդ հպարտանաս ու սերը անտեսես։ Ավելի նախ սեր, ետք այդ պարգևներդ կառատանան, ամեն։ Առաջինը սեր, նոր պարգևներ։ Մենք դեմ չենք պարգևներին, որը գիտեք Տերը տվել է մեզ էլ եկեղեցու անդամներին էլ։ Մենք կողմ ենք առաջ սեր, նոր պարգևներ։ Որտև գիտությունը կպարտացնի, բայց սիրո գիտությունը, որ սերը գիտության հետ շաղախված է, տաճարներ կշինե։ Ամեն, Աստծո տներ կշինե։ Սիրո աղբյուրներ կծնե։ Եթե իմ բոլոր ստասվածքս աղքատներուն կերսնեմ, հլը շատերն այդ բանն անելու պատրաստել չեն։ Իրենց ստասվածքը վաճառեն ու աղքատներին տան։ Շատերդ պատրաստ չեք, բայց պատրաստվեք դրանել։ Բայց որ պատրաստ չեք, գոնե սիրո մասին մտածեք, եսի չունեք, բայց սեր կարող է ունենաք։ Բայց որ սեր ունենաք, կպատրաստվեք ասիկայել անել։ Որտև սերը դրանից է բխում, դա սիրուց է բխում, շահ կապված է։ Աղքատներին կերցնեմ ու իմ մարմինս այրելու տամ, եւ սեր չունենամ, օգուտ չեմ ունենար։ Աստծո ժողովուրդ, Այսօր հարուստ եղբայրները տեսնելով իր քուրը հաց չունի, ականջը փակում է, որ չլսի անգարց։ Բայց հիշեք Աստված ինչ կսե, ովքեր աղքատի կարիքը կհոգան, անոր ստեղծիչին պատիվ են տալիս։ Հիշի, որ այդ աղքատի ստեղծիչ Հիսուսն է քեզ հարստացրե։ Մի ականջներդ գոցի անոր աղաղակից, եթե ոչ դու սիրո օրենքում խախտված ես, եւ դու փրկություն չունես։ Իսկ ով աղքատի կարիքը կհոգա, անորը ստեղծիչին պատիվ կուտա, առակած գրքում է գրված, սիրելի հարուստներ, եւ ձեր սիրտը հարստությունով կարծրացրածներ, բարիք գործեք, բարի գործերով հարստացեք կսե Տիմոթեոսին։ Առատաձեռն ելեք ուրիշների պետույքներին սուրբերի հաղորդ եղեք, ադիգայա սիրո Աստված պատվիր է։ Սերը երկայնամիտ է, համբերող ժողովուրդ։ Ամեն բանում համբերում է, եթե աստվածային սերն է, չի կարա այս իմ քարոզած որևիցե մի թեման, եթե աստվածային սերը լման է, մի փորձության ժամանակ գողացվի անօրենի կողմից, չի կարա։ Իսկ եթե գողացվում է, կամ տկարա, կամ աստվածայինը չէ, պիտի քննվի ու ապացուցվի, ամեն։ Քաղցր է, քաղցրաբարո, մտնում ես եկեղեցի կամ քրոջն այցելում ես, մռութները կախ, աչքերը չար, քուրջան, կսենք, ինչ ա պատահել, բաներ չի եղել, արդեն պարզ է ինչ ավերական դել, սերը չկա, կորել է, կեղծներ, սատանան տարել է, տարողի հետևից առե ու վազում է, որ ծեծի ու սպանի։ Այ քուրջան, գնա օրշնի հետ քո կուրքերը փշրող Գեդեոն զավակներիդ, որ Աստված հրամայեց, առավոտյան կանուխ ելավ, կուրքդ փշրեց, որ դիմակդ պատռվեր, որ տեսնեիր սիրո հոգին չկա քո մոտ, հրեշներն են դուրս գալիս։ Նստի եւ օրշնի հետ կոտրող զավակիդ, փշրող զավակիդ, կուրքերդ լույսի անող զավակիդ։ Ամեն։ Քաղցրաբարոյա, ինչ կլինի քո փրկության ուրախությունը, մի կորցրու, սիրելի քույրս եւ եղբայրս, որտեւ այն Աստվածը, որ քեզ օրհնել է, քո մեջ է բնակվում, այդ բոլոր բարիքներից ավելի հնարավորություն ունի, բարերարին ավելի տեղ դու քան թե բարիքներիդ, որտեւ դու թողել ես բարերարին,
պաշտում ես բարերարի տված բարիքները։ Դու բարիքները աղբամարա, բարերարի խաղաղությունը պահի և խաղաղության Աստվածը կելնի ու ամեն արցերիդ քո խորածից ու խնդրածից ավելի լուծում կտա փառք բարերարին, փառք բարության շտեմարան Հիսուս Քրիստոսին։ Սերը չի նախանձի, Աստծո ժողովուրդ, կան քույրեր եղբայրներ նախանձում են, որ իրենց եղբայրը օրհնվում է, դու էլ օրհնվի, քո եղբորը քոնն է, քոնը եղբորը տա։ Ես անգամ ուրախ եմ իմ հեթանոս մարմնավոր բարեկամի օրհնվելուց, իմ հարևանի օրհնվելուց, մեկ օր իրա ունեցածը իմն է, իմն էլ իրանն է։ Բայց նախանձը չի թողում, նախանձ բառը հասկացեք ինչ է լեզվաբանորեն, նախիմանձը պիտի ունենա, եթե չունի պիտի այդ եղբայրը չունենա, այդ իմ հարևանն ինչի ունեցավ, քունը չի տանի, գնացեք այդ նախանձից ապաշխարեք, դա դիվային կապանք է, մահից զորավոր է, մահվան կտանիք է։ Սերը չի գոռոզանա, սերը չի հպարտանա, ուշադրություն, գոռոզանալ, հպարտանալ, մարդը հպարտանում է Աստծո դեմ, Աստծո պատվիրանները սավուղի նման զանց է անում և նա արդեն մեծամտանում և գոռոզանում է իրեն նմանակների հանդեպ։ Դու ով եք, որ ես ձեզ բանի տեղ դնեմ։ Սա ուրեմն մարդը առաջ հպարտանում է Աստծո դեմ, նա գոռոզանում է իրեն նմանակների վրա, բայց որ մարդը խոնարհվում է Տեր Հիսուսի դեմ, նա ամենաոչինչն է իրեն ցույց տալում, ամենատկարը, ամենամեղավորը, այս մարդը բարձր է Տիրոջ մոտ։ Դրա համար էլ Հակոբոսը ինչ կսե, խոնար եղբայրը թող պարծենա, որ Աստծո մոտ հարուստ է, և ան, որ իրեն գոռոզա ցույց տալիս, հարուստ է ցույց տալիս, թող պարծենա իր խոնարհվելով, ամեն։ Անվայել վարմունք չի ունենա, անվայել հագուստ, անվայել վարմունք, անվայել նայվածք, կինը թե եղբայրը, եղբայրը իրավունք չունի վիավորի, կոպտի, խայթիր կողակցին, նույնը իրավունք չունի կողակիցը նույնը վերադարձնի իր ամուսնուն, նույնը եկեղեցու քույրերն ու եղբայրները իրար հետ պիտի խոսեն Աստծո վախով, բարի վարմունք ունենան, հասկանում ես, անվայել վարմունքը վշտացրող, աշխարհիկ վարմունք է, թե հագուկապդ, թե խոսելաձևդ, թե մտածածդ քննի առաքինի ու վայելու չա, ինչ որ մտածում ես մարդու հանդեպ, հիմացի ատիկա Աստծո հանդեպ ես մտածում, ինչ որ կանեք թե խոսքով թե գործով, իմացեք ոչ թե մարդուն եք անում Պողոսը կսե, հապա Տեր Հիսուսին, դե մտածա, նստել ես եղբորդ հանդեպ չար բան ես ծրագրավորում, եղբայր ավագ, եղբայր Հիսուսը կաղդ կագնած, վրեդ լացում է, դա դու ինչով եք եղբայր դառել, Քրիստոսով, բը Քրիստոսը կագնած տեսնում է քո միտնում ծրագիրը, դու չես ամաչում ու վախենում, Հոգին ասում է մի այդպիսի բաներ արա, ոսկի օրենքը խախտում ես, ինչ որ կուզես մարդիկ քո հանդեպ մտածեն, խոսեն ու գործեն, դու նույնը անոնց, հատկապես քո եղբոր հանդեպ արա, բայց դու լռեցնում ես Սուրբ Հոգուն, քո դիվային միտքը առաջ տանելով, և դրա համար էլ ծեծվում ու ցավագյար ես դառնում, վերջում էլ կսես ինչ եմ արել Տեր Հիսուս, գնա ու քննի, բերանիս խոսքերը, սրտիս մտածմունքներն ու խորհուրդները և իմ բոլոր կատարած գործերը Դավիթը կսե 19-րդ Սաղմոսում, քեզի թող հաճույք պատճառի։ Անվայել վարմունք չի ունենա, իրեն անձի օգուտը չի փնտրում, միշտ դիմացինին, միշտ իր տկար քրոջ կարիքն ու օգսը ավելի առաջնային է, քան թե իրան, բայց լավ իմացեք Աստծո ժողովուրդ, այն մարդը, որ սրտանց ուրիշի կարիքներով է փափագում, Աստված իրա բոլոր կարիքներն է լեցնում, անտրտունջ, եթե դուք կանեք մեկի համար վայ ձեզի, մարդը արժանիք չունի, որ մի լումա փող տակ որևիցե մեկին, բայց դու արա Աստծո համար, Աստված կանի քո համար, քո կապը Աստծո հետ է, հոգիները այդտեղ գործ չունեն, ով է այս հասարակ եղբայրը կամ են մեկ էլ քույրը,
Քրիստոսով եղբայրներու քույրեր, ես Քրիստոսին եմ անում, բայց դուք միջոց եք բանկերի նման, որ իմ գումարները հասցնեմ հորս, ամեն, էդ համընդե ստանամ, հիմա ես քույրը կդատի, տերը օրհնի իրեն, են մեկ էլ բանկի աշխատողը ծուրը կնայի, կչարանա, լավ Աստված օրհնի, են մեկ էլ բանկով կփոխանցեմ, մեկը պիտի փոխանցեմ իմ վարձքերը հոր մոտ, որ գնամ վաղը ստանամ, հիմա ես քո համար եմ անում, թե իմ, ես անում եմ իմ համար, իսկ դու քո այդ ծռմռված մռութների չարանալու պատիժը կստանաս, ես քո համար մենակ աղոթող պիտի լինեմ ու չդադարեմ բարին գործելուց, ասում է, բարին գործելուց չդադարեք, չհոգնեք, ժամանակին պիտի հատուցումը ստանաք, իսկ որ դու անում ես մարդի համար, մարդը քեզ չի գնահատում, քո եսը չի փառավորում, վերջ, որ մեկ էլ կանեմ կտեսնես, տեսար, որ դու մարդուն էիր անում, մարդկային էր քո բարությունը, դրա համար ընդհատվեցավ, իսկ արած բարությունը, որ աստվածային լիներ, երբեք շնչավոր մարդը չէր կարող խանգարել, նա որքան խանգարեր դու կհակառակվեիր, ավելի կանեիր, մյուս բանկով կփոխանցեի գումարս, ամեն, իմ հերն ապատվիր է, ճար կգտնեիր, կամ գլնեիր, կթռնեիր, կգնայիր, կտայիր, կգայիր, ամեն, վերջը դու հնար կգտնեիր, իսկ եթե դու անում ես մարդու համար, մարդ էլ չի գնահատում, էլ չես անում, եւ Աստծո դեմը պատվիրանազանց ես դառնում, եւ խզում ես քո երտնային հոր հետ քո հարաբերությունը, ամեն, դրա համար սթափվեք, մարդը արժանիք չունի, որ իր համար բան անեք, իմ նման ոչնչությունը, ով է, որ դու ինձ մի լումայով օգնես, կամ դու ով ես, որ քեզ օգնեմ, Քրիստոսով ենք չէ հարազատացել, դե ես Քրիստոսին եմ անում, դու կգնատես, քո վարձքը կստանաս, կփառավորես Տիրոջը, իսկ ես իմ ողորմության համար կստանամ իմ վարձքերը երկնքում, ամեն, անվայել վարմունք չի ունենար, իրեն անձի օգուտը չի փնտրեր, բարկության չի գրգռվի, չի մղում բարկության, ինքը չի գնում եւ չարություն էլ չի խորում, ուրեմն կարաս ամ բարկության գրգռես եւ բարկության գրգռվես, ամեն, երկուսն էլ չի անում, Տիրոջ ծառան պետք չէ վիճի, հապա հեզա հոգի լինի ամենուն ներող ողջը պահող, ավելի լավ է լռել, քան թե բոռալ, ամեն, բղավել, դադարիր բարկանալուց Սաղմոս 37-ը կսե, եւ սրդողելդ վերջացուր, մի նեղանա, որ չարություն անել չփորձես, ամեն, սրանք լրիվ սիրո օրենքներն են, սրանցից մեկը խախտեցիր, թերիա, լման չի, կամ լմանասա ձևավորվում, կամ չի ձևավորվում, բարկության չի գրգռվիր, չարություն չի խորում, է խորում, չար միտքը որ գալիս է, սատանան է բերում, ասա, ետիս գնա սատանա, դու ով ես, որ եկել ես իմ եղբոր մասին բան ես ասում, կարծես դու իմ մասին ես հա մտածում, իմ մասին իմ եղբայրը եւ իմ Աստվածն է մտածե, թեև տկարա Տեր, ների իմ եղբորը, ուշ դու այդ տկարությունից ելնի, Բա ես պիտի օգնեմ այդ ընկած տեղից դուրս գա իմ եղբայրը իմ Տիրոջը աղաղակելով, դատելու տեղը գնա, գիշեր ցերեկ աղոտ կարա, ու կտեսնես եղբոր վեր կենալը, ու կփառավորես փրկին, որ այդ մի մեղավորն էլ են հրեշ չարախոսի բերանից փրկես Տերը քու աղոթքով, ամեն, դատելուց ինչ օգուտ, դատելուց դժոխքի մարես վարձքեր դիզում, բարեխոսելուց դրախտ ես վարձքեր դիզում ու դրախտ ես Տիրոջմով մտցնում շատ միամիտ գառնուկների, ամեն, բայց ցավոք սրտի որքան են դատող քրիստոնյաները կույր են, աղոթենք, որ իրանց աչքերը բացվի, դատող քրիստոնյան դևի մար աշխատում, բարեխոսող սիրով լեցված քրիստոնյան Տիրոջը մար աշխատում, անիրավության վրա չի խնդա, եթե չար բան այլ է ինչի մարեք ծիծաղում ու ծաղրում, ուրեմն դևի գործով զվարճանում եք, դևերի հետ էլ կբնակվեք դժոխքում, եթե չապաշխարեք, չար բանի մար մի ծիծաղի, ասա Տերը ողորմի, չար բանը բերանովդ մի տարածի և սատանայի քսերոքսը դարի, այդ չար բանը թո թաղվի ու մնա և չբազմանա, ամեն, որքան եք բերանները տալում ստության ու չարության տարածելուն,
Սիրո օրենքի դեմ անցավորեք։ Այդ ժամանակը ծախուար ավետարան քարոզի, ավետարան կարդա ու տարածի, ոչ թե դևի կատարածը բազմացրու եւ ասո տված ժամանակը ծախսա դևի գործը պատմի։ Չարության վրա չի խնդա, հապա ճշմարտությանը, բարի բանին ուրախակից կլա։ Ճշմարտությանը խնդակից կլա, ամեն բանի անարգանքի ու հալածանքի, ամեն բանի կզիջի, ամեն բանի կհավատա, ամեն բանի կհուսա, ամեն բանի կհամբերե, հալածանքը նկատի ունեի, սկզբում ասեցի, բայց սատանում է հալածանքի, ուրեմն ամեն բանի կզիջի, չէ, հալածանքը, կամ պիտի կուրքը տաս, կամ խաղաղությունը, հայ մարդ տար, բարերարս վաղը կտա դրանից ավելին, եթե Տերը հրամայեցի որ տանեն, դրանից լավն է ուզում տա, իսկ դու չես թողում, ապացուցում ես որ կուրքա պաշտես, եւ ապացուցում ես որ Աստծո տված բարիքը ու Աստծո խաղաղությունից շատ ես սիրում, խաղաղության Աստվածը, որը Քրիստոսն է, կանգնած ու լացում է քո վրա, զավակս թող տանի, խաղաղության մերի, խաղաղության տուր հոբի նման ասա Տերը տվեց, Տերը տարավ, Տիրոջ անունը օրհնյալ լինի, եթե Տիրոջը պետք է մեքենայից վաղը նորը կտա, չէ ոտով կֆռամ առաքյալների պես, տրանսպորտով կֆռամ, ամեն։ Ասո տվածը Աստծուց շատ մի սիրեք կուրքի անտառներ սարքելով, եթե անգամ քո երեխին է սիրում կտանի քեզանից, Աբրահամը տարավ իր զավակին դրեց վառելու, Աստծո տվածը Աստծուց չարգելեց նույն Աննան եւ Աստված 7 հատ 6 հատ երեխա տվեց Անային նույն Իսակին ետ վերադարձրեց ու ասեց այ Աբրահամ նոր հասկացա որ դու ինձ սիրում ես եւ Հակոբոս 2-րդ գլխում ինչ կասե Տերը հավատքը զոհաբերող գործերով է կատարյալ դառնում կատարյալ սրբության դառնում հավատքը սկիզբն է Կուրքերը զոհաբերելով ապացուցում ես, որ քո Տեր Աստծուն սիրում ես ամեն բանից առավել, ամեն, և քո զոհաբերող գործերով, որ հոգին քո մեջ աճում է և բոլոր կուրքերի արժեքը գցում են, քո հավատքը կատարելության է հասնում և Հիսուս Քրիստոսի նման ասակն ես ունենում ամեն բանը զոհող, հոր խոսքը պահող, ամեն Ամեն բանի կհավատա, ամեն բանի կհուսա և ամեն բանի կհամբերե, համբերում ես ու տրաքում ես, վիշապները հելան գերեզմանից, համբերող մարդը օր-օրի ավելի է ոչնչանում, համբերող մարդը այդ փոթորիկի ժամանակ ավելի շատ է աղոթքով փարվում Քրիստոսին ու փորձությունը անցնում է, դևը խորտակվում է, Տեր Հիսուսն է փառավորում ու Տերը կսե զավակս դու հաղթեցիր, ահա քեզ վարձքեր, ամեն։ Բայց եթե մարգարեությունները լամ պիտի խափանվին, եթե լեզուներ պիտի դադրին, եթե գիտություն պիտի խափանվի, հասնզի շատ են քիչը գիտենք ու շատ են քիչը կմարգարենանք, մի չնչին բաներ ապետ եկեղեցու շինության համար, ինչ պետքա տվելա օգտագործում ենք հոգիների շինության համար, բայց երբ Քրիստոսը կատարյալը գա, այն ատեն շատ են քիչը պիտի խափանվի, այդ պարգևները պիտի վերանան հազարամյակում և ավիտենության մեջ, էլետի պետք չի, Քրիստոսն է արդարության արեգակը, երբ արեգակը հայտնվում է, լուսինն ու աստղերը իրենց զորությունն ու լույսը կորցնում են, ահա մեզ տվող, արդարության արեգակից մեր ստացած լույսը կկորի, երբ արդարության արեգակը հայտնվի, ամեն Երբ տղա էի ուշադիր, տղայի պես կխոսեի, տղայի պես կխորեի և տղայի պես համարում ունեի, կարևոր կետը, մանուկը սխալ կմտածե, սխալ կխոսե և սխալ ձևի իր անձի վրա համարում կունենա, ան որ մեծ է, խոսում է ճշմարտությամբ, միշտ Տիրոջն է առաջ գցում, ոչ իր գարշելի եսը, իսկ իր գարշելի եսի անունը կուտամենա գողության, չարության և անառակության թեմաները պատմելու մեջ, ամեն, որ ինքը միայն ատիկա կարակատարի իր հին մարդի և սատանայի զորությամբ, բոլոր բարի բանի մեջ, ասում է Տերը կսե, ալ ոչ թե ես, ապա Քրիստոս, սա խոսելա ոճը, հասուն քրիստոնյայի,
եւ այդպես կխորե իրեն ոչինչ չի վերագրե եւ իր անձի վրա համարում չի ունենա ուրեմն ուշադիր ձեր մտածելու ձեր խոսելու եւ ձեր անձի վրա համարում ունենալուց եւ բոլոր ձեր գործերը ծրագրավելուց տեսեք դու Տիրոջ փառքի մարեք գործում թե ձեր ուրեմն ինչ ասում քանզի հիմա մենք որպես թե հայելի մեջ կտեսնենք անայդ կերպով բայց այն ատեն երեսար երես հիմա շատ են քիչ մենք տեղյակ ենք բայց այն ատեն այնպես պիտի ճանչնանք Քրիստոսին ինչպես ճանչծվեցա ինչպես ինքն է հիմա մեզ ճանաչում այն ժամանակ երեսար երես մենք կտեսնենք եւ իրեն կճանաչենք եւ որպես վերջնաբան ուստի հիմա կմնա հավատք հույս սեր այս երեքը եւ ասոնցմե մեծագույնը սերն է սա սիրո այն ամենաչնչին բաները բացատրեցի գնացեք ժամերով մտածեք ու մտորեք թե ինչ է սերը երևի իրականից ամիսներ պետք լինի բայց մենք չկարողանանք խորանանք բայց հիշեք որ սերը ունես ոչ մի կուրքերի համար խաղաղությունը չես տա խաղաղ ձևի կմեռնես Աստծո սիրո խաղաղությունը կպահես եւ այդ խաղաղության Աստվածը քո ամեն հարցերը կլուծի վերջ եթե մենք Աստվածային սեր ունենք մեր խաղաղությունը չենք տա սիրո պտուղները չենք տա եթե տալիս ես կեղծե քո պտուղները ողբա եւ աղոթի որ Աստվածային անմարելի սերն ու խաղաղությունը տրվի Հիմա աղոթ կանենք մեզի լսող մեր բոլոր քույր եղբայրները թող իրականից քննեն իրենց սերը 100% չեմ ասի բայց 99% հավատացյալների մեջ շնչավոր մարդկային կուրքերից բխող սերը կբնակվի Իմ տեսած հոգիների քանակին նայելով ես ատիգա եմ հոգով զգացել որ իրենց սերը բխում է ռոճիկից ռոճիկը կտրեցին խաղաղությունը կկորի սիրո օրենքները կմոռնա Բխում է այրը, որ իրեն սիրում է, նայելա սիրում, այրը չսիրեց, էլ չի սիրի, վերջը հարազատները հարգում են, իր անձը շոյում են, ինքն էլ է սիրում ու շոում, երբ անարգում են, վիշապը դուրս է գալիս դամբարանից հնարելնի կսպանի էտ իրեն ատողին և անարգողին, դե գնացեք, անարգանքի մեջ թաղեք ձեր չսիրողին մարդը, նորը հագեք, որ ձեր ստեղծողի պես, մեր ստեղծողի պես, կատարյալ սիրո հոգով լեցված Սուրբ Հոնորատ Հիսուսն է եւ նա ասել է որ օրորի աճելով պիտի իմ լման ասակի չափն ունենաք խաղաղության յետևե եղեք ամենու հետ եւ սրբության քանզի առանց խաղաղության ու սրբության մեկը սիրո Աստծուն չի տեսնի ուրեմն եթե սիրով մենք լսվենք մեր միջից սրբությունն ու խաղաղությունը դուրս կգա ու մենք բոլոր կուրքերը զոհած կգնանք սիրո Աստծո հետևից Եվ սիրո Աստծո բնակարանում էլ մեր հավիտենությունը կհանգչի, ամեն Աղոթենք մի կարճ աղոթքով, որ Աստված ես աստվածային սիրո խարիսքները, հիմնական սերը սիրո բարձրությունը, բարձրությունից եկած անմարելի սերը, անծայրածիր սերը հաստատի մեր բոլոր քույր եղբայրների մեջ, որտեղ դրանից կարևոր բան չկա, եթե միմյանց սիրեք, բոլորը կիմանան որ իմ աշակերտներն եք և ասիկա է աստվածային սերը, որ նա այնքան սիրեց մեզ և իր անձը մեզի համար զոհեց, որ ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Փառ քեզի սքանչելի Հայր, փառ քեզի գովելի Տեր, սիրո անսահման Տեր, դու եկար աշխարհ խաչվեցար, որ այս ընկած Ադամի սերնդին իրեն կորցրած սերը վերադարձնես։ Սքանչելի պաշտելի Տեր, թաղե մեր հին ադամական եսը և սիրո խաղաղության հոգիով թագավորե ու կառավարե մեզ։ Մեր հին մարդը իր գործերով հանիր, որովհետև կռապաշտ ու աշխարհասեր է։ Զզվեցրու աշխարհիցը սիրել դու քո սրբությունը, որովհետև քո օրենքները սիրողներին շատ խաղաղություն կա և անոնց գայթակղություն ու չարիք չկա։ Սիրո Աստված,
Սփռե քո սիրո բույնը բոլորի եկեղեցիների մեջ, քո սրբության ու խաղաղության սերը տարածիր ամենքի մեջ, թող արթնանան, որ քնել են ու կագնեն մեռած այդ մեղսալի վիճակներից, ու Քրիստոս դու նրանց պիտի լուսավորես, արթնցուր քո հոտը, որովհետև Տեր Հիսուս առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի, դու ներկա ես Հիսուս, բոլոր մեր քույր եղբայրներին, որոնք ուրիշ եկեղեցիների մեջ են, որոնք մեղքի տիղմում թաղված են, Տեր դու ասել ես Ասուս ծնվածը մեղք չի գործում, դու ասել ես ձեր երտային օրպես կատարյալ եղեք, Պողոս առաքյալի բերանով էլ կսես նմանվեք ինձի, ինչպես ես մեղավորներից գլուխը նմանվել եմ, ով կորընթացիկ եւ ով ժողովուրդ, դուք վազելով կարող եք գալ, այդ տառապանքի ուղին անցնելով, հին մարդ իր գործերովը ձեր վրա են հանելով, Քրիստոսը պատրաստ է ձեզի հագցնի նոր այն հորպես, որը սպասում էր անառակ որդու վերադարձին, հիմա եկեք մեր անառակությունն ու կեղտոտ բնությունը հասկանալով վազենք դեպի հորը, դավանենք, որ մեր նման կեղտոտը չկա ու հայրը պիտի հագցնի արդարության պատմությանը, նոր կոշիկները, սուրբ օղու կնիքը պիտի դնի մեր ճակատներին ու օրհնի էլ ավելին, քան որ մենք խորում ու մտածում ենք, փառք քեզի սքանչելի հայր, այսքանով ավարտում ենք այս պաշտամունքը եւ հավատում ենք, որ դու այս սիրո քարոզով կսփռես քո սիրո բույրը բոլոր քեզի փափագող ու փնտրող գառնուկների վրա, իրենք էլ կելնեն կզղջան ու կապաշխարեն, որ մինչև այսօր առանց սիրո հանդերձի են ման եկել, փառք ավիտենության հորը, որդու Հիսուսի անունով, ամեն։